Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած ուզում եմ այդ հարցակումներից խոսեմ, շատերը քրիստոնյաներից, որ ինչ-որ բան է լինում, ասում են հարցակումա, ընկերներ, ուղիղ ասում եմ ձեզ, ձեր ցանկություններից այդ հարցակումը, գիտես, երբ որ եթում ես մի տեղ ու խնդիր է լինում, ունդեղ ճիշտ ասած լացում ես կամ ինչ-որ մի բան տեղի ունենում, ասենք նեղվում ես եւ այլն, մի անգամից ասես հարցակումա, ընդունում եմ, դա նույն բանն է, ոնց որ մեղավոր ես ման գալիս, հիմա ասենք մարդկանց չես մեղադրում ես սատանային, ուղիղ ասում եմ, էլի օքեյ է, կարակ մեղադրեք, բայց խնդիրն այն է, որ փորձությունները, հա, ասում եմ, մենք փորձվում ենք մեր ունային ցանկություններից ելնելով, եթե գիտակցում ենք, որ դիմացին է ինչ-որ բռի է, կոպիտ է, ինչ-որ բան է ասում, մենք արձագանքում ենք, պարզ է դրանից իրականում կռիված ակելու, աղակած գրքում էլ է շատ ժամանակ գրված, ասում է, անիմաստ վեճերից ասում է հեղու կանգնի, դա գիտություն Աստվածաշունչը որ տալիս է ընկերներ, դա փորձություն չի, դա հարցակում չի սատանայի կողմից ընկերներ, գիտես, երբ որ միտեղ ես ուզում գնաս, հա, ու մեքենան վերցնում ես, ու ասենք, չգիտեմ, պրավա չունես կամ չգիտեմ, քշակ չգիտես, հետո այդ մեքենան խփում ես միտեղ, վնասվում է կամ ինչ-որ կանգնացնում են, տուգանում են, դա հարցակում չի, ընկերներ, դա հարցակում չի։ Դա քո ունայն ցանկությունից դու փորձվեցիր ու բռնվեցիր այդտեղ, որովհետև այդ նույն տեղը կարայր այդ մեքենայով չգնայր, տաքսիով գնայր, հանրային տրանսպորտով գնայր, բոտով գնայր, չգիտեմ, ձիով գնայր կամ ինչ-որ մի ուրիշ բանով գնայր։ Շատ ժամանակ մենք մեր ցանկությունները վերագրում ենք որպես հարցակում, բայց դա հարցակումներ չի, ընկերներ։ Դրա համար, գիտես, գիտության պակասի պատճառով է, որ մենք ասում ենք հարցակում է, մեր ունայն ցանկություններից այդ ամեն ինչը լինում։ Ուղիղ ձեզ ասում եմ, ճշմարտությունն եմ ձեզ ասում։ Դրա համար ավելի շատ ձեր սրտերը քննեցեք, ընկերներ, ոչ թե փորձեք մեղավոր գտնեք։ Հիմա ուղիղ եմ ձեզ ասում, ինչ տարբերություն։ Մի ժամանակ մարդկանց եք մեղավոր գտնում, ասում եք, դե սրա պատճառով սենց եղավ, էսի որ սենց շաներ նենց կլներ։ Հիմա նույնը սատանային է կարող, բայց խնդիրը ձեր ներսում է։ Խնդիրը ձեր ներսում է, որովհետև պետք է իրականում փոխեք ընկերներ ձեր մեջ, դուք պետք է փոխվեք, հա, հասկանում եք, սատանա չի փոխվելու, ուղիղ ձեզ ասում եմ, երբեք չի փոխվելու, ինքն իր ընտրությունն արել է։ Բայց դուք որ քրիստոնյա եք ու դուք մեղավոր եք ման գալիս, դա ճիշտ չի։ Աստված ոչ մեկին ոչ մի բանով չի փորձում, ընկերներ, դա օրենք սարքեք ձեր համար։ Մենք փորձվում ենք մեր ունային ցանկություններից ելնելով։ Եթե ինչ-որ տեղ են գնում, չգիտեմ, ուզում ենք մեքենան վերցնենք, դա այնա որ ուզում ենք հեշտ լինի, թեթև լինի, մեր մարմնի նեղություն չտանք, տրանսպորտ չնստենք, չքայլենք միջև կանգառ, չգիտեմ, կամ ուզում ենք հպարտությունով երևանք ցույց տանք, որ մեքենա ունենք եւ այլն։ Դրա համար եմ ասում, ընկերներ, սովորեք, դուք իրավունք ունեք մենակ ձեզ փոխելու։ Ուրիշ ոչ մեկին չեք կարող փոխել, ճշմարտությունով ասում եմ ձեզ, ընկերներ, ճշմարտությունով եմ ասում։ Դրա համար իմ խնդրանքն է, որ ճանաչեք խոսքը, ընկերներ, Աստվածաշունչը դա կանոնագիրք է, դա օրենսգիրք է, դա օրենսդրություն է, դա չգիտեմ, կյանքի լինելու, այս ամեն ինչի մեջ լինելու օրենսգիրք է, եթե դա դու լավ ես իմանում, իմացի շահել ես, ամեն ոլորտում ես շահել, կլինի հարստության, կլինի ընտանիքի, կլինի ընկերության, կլինի, չգիտեմ, սիրո, կլինի բարգավաճման, ամեն ինչի մեջ ես շահել, ընկերներ, չգիտեմ, ուզում եմ, որ իրականում հասկանաք այդ խոսքը, որ պետք է բնակվի մեր մեջ, խոսքը չպետք է դուրսը բնակվի, չպետք է այդ Աստվածաշնչի մեջ լինի, դուք առանձին ես լինեք, ասում եմ, եթե կենաք ինձանում, եւ իմ խոսքերը կենան ձեզանում, խոսքը կենա մեզանում, մի այլ տեղ էլ գրած է, ասում է, թող քո խոսքը իմ սրտի տախտակների վրա գրված լինի։ Դրա համար ընկերներ, դա է իմ խնդրանքը, որ կարդալով կարդակ ու իմանաք Աստծո խոսքը, դա է իմ խնդրանքը, ընկերներ, հասկացեք Աստվածաշունչը, զուտ սրանով է ուզում կիսվեի ձեր հետ հասկացողություն խնդրեք Աստծուց ու շատ բան կբացվի ձեզ, ընկերներ, օրտնված կլինեք, ասենք, չգիտեմ ոնց բացատրեմ, տեստ արեք ձեր կյանքի վրա, ընկերներ, ինձ էլ մի լսեք, վերցրեք այդ Աստվածաշունչը կիրառեք ձեր կյանքի վրա, տեսեք, որ Աստված քաղցր է ու դուք էլ հետ չեք կանգնի Աստծուց։ Ուղիղ եմ ձեզ ասում։ Սրանով է ուզում կիսվեի ձեր հետ, ընկերներ, օրհնում եմ ձեզ, ձեր տունը, ձեր տեղը ու խնդրում եմ Աստծուց, որ ձեզ ազատի ձեր ունային ցանկություններից, որ դրանով չփորձվեք, հետո չասեք հարցակումներ կային վրա, օրհնված լինեք, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։